Հորիզոնի տաղավարում է Սևան ազգային պարկի գլխավոր հատակագծի հեղինակ Գագիկ Սուխոդյանը, շնորհակալություն պարոն Սուխոդյան, եւ առաջին հարցս բնականաբար վերաբերում է կառավարության մոտիվացիային։ Նա ասում է, որ եթե ջուրը չհասնի Արարատյան դաշտավայրի գյուղացիներին, նրանք կկրեն միլիարդավոր վնասներ։ Դուք այդ փաստարկը ընդունում եք թե ոչ։ Գիտեք, ամեն մի տարի, երբ Սևանից ավելի ջրառար են ուզում, մոտիվացիան դա է, ուրիշ չի էլ կարող լինել։ Բայց ես հակառակ հարց ունեմ, բա ուր է կառավարությունը, որ Սևանի արտեզյան եւ ստորգետնյա ջրերը օգտագործում են ձկնարդյունաբերության համար։ Սևանի ներողություն, Արարատյան դաշտավայրի։ Արարատյան դաշտավայրի, որը որ անթույլատրել է։ Ինչ եղել է, հիմա ինչ է պետք անել։ Հիմա պետք է վերանայել, ջրի հետ վերաբերմունք հարկավոր է վերանայել։ Մենք սարքել ենք ազգային պարկ 78 թվին, դուք չեք հիշում կամ հիշում եք, որ Սևանը մահից ազատվեց 78 թվականին, որ ամբողջ Սևանը ծաղկած էր, որ 4 անասուն սատկել էր Գավառագետի ջուրը խմելուց։ Դուք չեք հիշում 84-85 թվականը, որ սատկած ձուկը լցվել էր մեր Սևանում։ Նորից ենք ուզում վերականգնենք այդ պատկերը։ Չգիտեմ ինչ հրաշքներով փրկվեց այն ժամանակ Սևանը։ 81 թվին արփան մտավ 250 միլիոնով, որը այսօր կանգնած է ինչ-ինչ պատճառներով։ Որոտանը չի մտել ոչ մի կաթիլ։ Այն ինչ որ բարձրացում կա, այսօր դա եղանակի շնորհիվ է։ Արփան ինչի է կանգնած, իդեպ, ասացիք ինչ։ Վերանորոգման։ Քանի տարի է Շատ մեծ ձգձգվում վերանորոգման։ Իսկ արփայի ջուրը, որը որ պիտի գար Սևան, գնում է Նախճեվան։ Գնում է մեր հարևաններին, որտեղ այնտեղ ջրամբարով այդ ջուրը շատ լավ է օգտագործում են, 1 միլիարդ 200 միլիոնով ջրամբար ունեն Իրանի եւ Նախճեվանի սահմանում, եւ մեկ 250 միլիոնը գնում է լցվում այդ ջրամբարը։ Պարոն Սուխոդյան, կառավարության ընդդիմադիրները եւ բնապահպանների մի զգալի մասը հետեւյալ մոտիվացիան է նշում, որ ամբողջ պարագիծով կառուցված օբյեկտները, ռեստորանները, հյուրանոցները, չգիտեմ, մյուս շինությունները կվնասվեն եւ հաշվար կա, որ այդպիսի շինություններ գերազանցում են 4000-ը։ Իրականում այստեղ է խնդիրը թաքնված։ Իհարկե դա էլ է բարձրացնում Սևանի բարձրացումը։ 3 օբյեկտ կա, այսպես կոչված, որը ճիշտ է կառուցված Սևանի ափին։ Մեկը կհիշեք դա մինուտկան էր, մյուսը աղթամարը եւ Սևանի հյուրանոցը Բելեդոմ այսպես կոչված։ Հին ճանապարհի վրա։ Սևանի հանգստանալու համար անպայման չի Սևանի ափին տունդ կառուցես։ Եվ այսօր ցույց է տալի փաստը եւ վտանգել է իր կապներ դրումները, սեփականատերը եւ ուրեմն դա ինչ որ չտեսություն է, հենց անպայման Սևանի ափին լինի քո ննջարանի դուռը կամ պատուհանը, որ կարողանաս ինչ որ 2 ամիս կամ ամսուկես լողանաս թե չլողանաս Սևանում։ Աղթամար, Բելեդոմ եւ բան։ Խորհրդային շրջանում կառուցված շինությունները։ Չէ, այո, խորհրդային շրջանում կառուցված ճիշտ տեղերը կառուցված։ Հետ խորհրդային շրջանի ամբողջ շինարարությունը փաստորեն հակաօրինական է եղել։ Մնացած շինարարությունը, որը Սևանի ափերին կա, ճիշտը դա է, հին ճանապարհի վրա, իհարկե ափերին չի կարելի։ Գիտեք ինչ, այսօր եթե մենք չենք մտածում լրիվ մակարդակը բարձրացնելու Սևանի, երկաթգիծ կա, ավտոճանապարհ կա, կոմունիկացիաներ կան, բայց կգա սերունդ, չէ՞, մի խելամիտ ռիսկով հայրենասերունդ կգա, կասի եկեք մենք Սևանը վերականգնենք, 1916-ը վերականգնենք։ Եվ այդ ամբողջը ձեր թվացները խոչընդոտ են Սևանի համար։ Բարձրացնելու համար։ Իսկ էներգետիկայի վերաբերյալ մյուս թաքնված մոտիվացիան ասում են, որ էներգետիկայի սեփականատերերը նույնպես օգտվելու են Սևանի ջրերից։ Իհարկե, 100 միլիոն մոտ 80% նրանց հզորությունները ավելանում է։ Ու 100 միլիոնը երևի թե կարծեմ հենց 100 միլիոն կիլովատ է, մոտ 100 միլիոն կիլովատ։ Նենց որ էներգետիկներին իհարկե ձեռնտու է, նրանց օտար երկրացի մարդիկ են, նրանց այդքան չի հետաքրքրում մեր Սևանի բախտը։
Մեզ հետաքրքրում որ մեր Սևանում մենք հələ պարտքեր ունենք Սևանի դեմ 18.5 մետր իջացրել ենք, ինչ որ 3 մետր բարձրացրել ենք եւ ասում ենք, չէ, շատ ենք, բայց որ ստեղ ուրիշ ավելի վտանգավոր բան կա։ Ասվեց եւ արդեն շրջանավարվում կառավարությունում նա որ Սևանը 1 միլիարդ ջուր ավել է կուտակել այս քանի տարվա մեջ եւ հանձնարարական տրվեց վարչապետի կողմից գերատեսչություններին եւ նախարարություններին այդ ջուրը 3 տարում առաջարկություններ ներկայացնել թե ինչպես կարելի է օգտագործել ինչպես կարելի է Սևանի ջուրը օգտագործել միայն թողելով գեսերը ուրիշ եղանակ չկա եթե դուք ասեք ես կհամաձայնվեմ թե Սևանի ավելված ջուրը այսպես կոչված ճակերտներով ավել կուտակված ջուրը 1 միլիարդը բաժանեք 3 տարում հանում 330 միլիոն թույլատրված 170 միլիոնը Սևանի օրենքով 2001 թվականին ընդունված դա անում է 500 միլիոն ուղիղ 500 միլիոնը ընդհանրապես պետքի ռոռոկման այստեղ բացվում է արդեն սոսկ նպատակը էներգետիկան 500 միլիոն կխեղդվի Արարատյան դաշտավայրը ջրով այսինքն էներգետիկան կվերցնի 500 միլիոն 500 միլիոն մոտավորապես 3 տարում այդ տարեկան 50 սանտիմետր անկում է մի քիչ սա ավելի ինձ թվում է այս 100 միլիոնը որը որ այսօր ազգային ժողովը նայում է նայել է արդեն դա այդ միլիարդի ուղղակի 10%-ն է Պարոն Սուխուջյան, եթե կառավարության նախկինում առաջ չարածը դնենք մի կողմ, այսօր ազգային ժողովում կարծիք հնչեց, որ սա ընտրություն է վատի ու վատթարագույնի միջև։ Դուք եւս կպնդեք, որ իրականում այո կա այդ 130,000 գյուղացիների հողատարածքների ոռոգման խնդիր եւ եթե այդ ջուրը բաց չթողնվի 40,000 հեկտար կմնա առանց ջուր։ Ես չունեմ այդ փաստերը, որ գյուղացիները այդպես Գյուղացիներն են նախաձեռնողը Սևանի իջեցման։ Դուք չունեք դա նշանակում է, որ չկան այդ փաստերը։ Եթե ես չունեմ, ուրեմն ես չգիտեմ։ Պարզ եմ ասում ձեզ։ Բայց ես չեմ կարծում, որ գյուղացիների նաժիմով, այսպես կոչված, կառավարությունը այդ 100 միլիոնին կպավ եւ այդ 1 միլիարդն էլ էր գյուղացիների նախաձեռնությունը, որ տեսեք շատ ջուր կա Սևանում, եկեք այդ 1 միլիարդն էլ բան։ Եթե այդ երկուսը միացնեք իրար, կապեք իրար, արդեն պարզ կլինի, որ քիչ հավանականությամբ գյուղացին նախաձեռնողը է 100 միլիոնը։ Կա արդյոք որևէ միջին տարբերակ, որպեսզի բոլոր կողմերը գոհ մնան ինչ-որ փողզիջում ձեր կարծիքով։ Գիտեք ինչ, մի քանի անգամ ուզեցել են Սևանի ջուրը տանել։ Եվ խորհրդային միության ժամանակ, եւ ցարական Ռուսաստանի ժամանակ Մի անգամ պիտի ասեմ մի բան, որը որ ես 2 օր ասում եմ, բայց շատ օրինակելի փաստ է։ 10-րդ դարում 921 թվականին, որ արաբները մտան Սևան, պաշարեցին Սևանի կղզին, ու այնտեղ աշոտ երկաթներ, որ ուզում էին գերեին, այն ժամանակ Յուսուֆը 5000 զորքով ափին նրան իր զորապետը խորհուրդ տվեց Սևանը իջեցնել կղզին սարքել թերակղզի եւ հեշտությամբ գերել աշոտ երկաթին մեր արքային։ Ինչ պատասխանեց Յուսուֆը, ասեց ոչ մի արքա, ոչ մի արքայի կյանք չարժի, որ մենք Սևանը իջացնենք, որ այս գեղեցկությունը իջացնենք։ Հասկանալի է, որ նա մտածում էր, ակնկալում էր, որ Սևանը եւ Հայաստանը կլինի իրենը, այդպես չեղավ։ Բարեբախտաբար աշոտ երկաթը ջարդեց արաբներին։ Երկրորդ անգամ ուրեմն ցարական Ռուսաստանի ժամանակ Սևանը իջեցնելու նախագծով մտան փոխարկայի մոտ Թիֆլիս, Մանասերյանն ու Եղիազարովը հեղինակների իջեցման եւ այնտեղ Վախթանգ Արանյանի մոտ էլ կա Սևանի ափին այդ փոխարկայի մակագրությունը, որ Զանգուն պետք է հոսի ինչպես բնությունը իրեն տրամադրելու։ Ոչ մի ավելորդ հոսք հանգույց։ Դաշնակների ժամանակ ուրեմն անգամ Էջմիածինն էր ուզում դրացի ջուր Սևանի իր խնձորի այգիները ոռոգելու համար։ Մերժվեց Էջմիածինը։ Կաթողիկոսը մերժվեց։
Սևանից ավելի ջուր ստանալու համար։ Նոր եկավ սովետական միությունը, որտեղ ամեն ինչ ուրեմն կախված էր նոր ճանապարհ ցույց տալուց, արագ զարգանալուց, էլեկտրականություն, գիտեք, սովետական իշխանությունը էլեկտրաֆիկացիայի հետ կապելու ուրեմն Լենինի խոսքերը եւ բացեցին Սևանը։ Մենք մեր ձեռքով սարքեցինք թերակղզի, մենք մեր ձեռքով ուրեմն բարձրացրինք Սևանի խնդրեմը եւ եթե չլներ 81 թիվը, եթե չլներ Արփասեվանի նախագիծ, վաղուց չէինք ունեցել Սևանը մենք։ Վաղուց արդեն։ 81 թվին առաջի ջրերը եկան եւ Սևանը մի քիչ շնչեց այդ ծաղկման շրջանը հետաձգվեց, հետո վերացավ, իսկ հիմա արդեն սուզվողները, մեր Այաս ակումբի սուզվողները ասում են, որ ջուրը պարզ է, արդեն կենդանական աշխարհայերևում բնական ինքնամաքրման հատկություններ են առաջացել են, որ ասում են Սևանը քիչնի ընդամենը 8 սանտիմետր, եկեք այսպես մտածենք, որ դա ընդհանրապես այն մարդն ասում, որը երկրաչափություն չգիտի։ Տեսեք, մայիսի 7-ին թողեցին առաջի ջուրը։ Դեռ չկա մի ամիս, այսինքն այսօր ամսի 4-ն է, հունիսի, արդեն 42 միլիոն գնացել է։ Եթե մենք այդ 270 միլիոնը բաժանենք 6-ի, այսինքն մայիս-հունիս, հունիս-հուլիս, օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, մինչև դեկտեմբերի 1-ը պետք է ջուրը թողեն, այսպես ասեցին, չէ՞։ Դա դուրս է գալիս, որ մենք պետք է թողենք 45 միլիոն։ Ամեն մի բաց թողումը կլինի 45 միլիոն։ 6 անգամ 45 անում է 270։ Բայց առաջի 45-ը, հա, 2 սանտիմետր է, երկրորդ 45-ը, որովհետև Սևանը թաս է, ավելի բարձր է, այսինքն ավելի կընկնի, կոպիտ ասած 3 սանտիմ, մյուս 45-ը 4 սանտիմ, եւ այդպես իմ հաշվարկներով դա կլինի 20 սանտիմետր անկումը։ Շնորհակալություն։ Սևան ազգային պարկի գլխավոր հատակագծի ղեկավար Գագիկ Սուխուդյան, այս թեման մենք կշարունակենք նաև հեռանկարում եւ իմ զրուցակիցն է լինելու ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Արսեն Հարությունյանը։ Իսկ այս հաղորդումը կշարունակի Արտակ։